Տիշգատից վերադառնալուց հետո այսօր վերջապես տեսա, որ Անին հանգիստ քուն է մտել։ Ինչպես խլեմ այս անդորը նրանից։ Միթի, վերադարձել ես, ես սպասում էի քեզ, չհասկացա, թե ինչպես էի քնել։ Ինչ է եղել Միթի, ամեն ինչ կարգին է աղջիկս։ Այո, Անի։ Դեռ մի օր է անցել։ Միթի, գիտեմ, քեզ համար հեշտ չի լինի մոռանալ անցյալը։ Դու նրան շատ էիր սիրում, բայց դրա դիմաց միայն խաբեություն ստացար։ Լսիր Միթի, մոռացիր անցյալը վատ երազի նման։ Տես, Աստված քեզ նոր կյանք սկսելու հնարավորություն է տվել։ Նա իր ապագային աղջիկս։ Նա իր ապագային։ Տուն ստեղծիր ու երջանիկ եղիր, լավ։ Ներիր, որ այսքան խոսեցի, դու երևի քաղցած ես։ Դու և Վիշնուն միասին նստեք ճաշեք։ Արի, ես դեր սիրելի բաներն եմ այսօր եփել։ Արի, Անի, կարող եմ մի բան հարցնել։ Այդ երբանից ես ինձնից սկսել թույլտվություն խնդրել։ Ասա։ Անի, եթե մեր սիրելիներից մեկը շատ գոհ է մեր որոշումից, իսկ մյուսը մեծ ցավ է ապրում դրանից, ինչ պետք է անենք։ Մեկի երջանկության համար պետք է անտեսեմ մյուսի վիշտը։ Սրտիդ հարցրու, դու երբևէ մեկին դիտավորյալ նեղացրել ես։ Ոչ։ Լսիր աղջիկս, մարդ երբեմն միայն իր սրտի ձայնին պետք է լսի։ Չպետք է մտածի, թե ինչ կարծիք ունեն ուրիշները իր որոշման մասին։ Որովհետև եթե այդ որոշումը ճիշտ է և անկեղծ սրտից է բխել, ուրեմն մեզ ճիշտ ուղիով կտանի։ Այո, եթե մեր սիրտը գոհ չէ մեր կայացրած որոշումից, ուրեմն ինչ-որ բան այն չէ։